Ուսումնասիրելու ընթացքում նա հայտնաբերել է Ալմա Յուհասունի գործը։ Խասիոդիսը գիտի հայ գաղթականների ճամբարների ու թաղամասերի տեղերը։ Կարողացել էր կարճ ժամանակ անց ապաստան գտնել Սիրիայում, Ֆրանսիայում, Եգիպտոսում, Ամերիկայում։ Ինչպես կգնահատեք ֆիլմը, ընդհանրապես ձեր տպավորությունները ֆիլմից։ Դե տպավորություններին է, որ ես ամբողջ ֆիլմի ընթացքում հուզվել եմ, շատ խորը հուզված եմ, եւ ես ուղղակի շնորհակալություն եմ հայտնում ստեղծագործողներին, հատկապես Մանվել Սարիբեկյանին, որ ինքը ես տեղյակ եմ ֆիլմը սկսվելու ժամանակ ֆիլմից առաջ ինչքան ապայքարել, որպեսզի կարողանա այս ծրագիրը իրագործի, ապրի ինքը, հրաշալի ռեժիսորի հետ միասին, կոմպոզիտորի, ես նոր ծանոթացա, ուղղակի շատ հարազատ էր թեման, որովհետև ինքս իմ պապս էլ զոհ է եղել եւ մայրս էլ որբանոց առաջարկել էին Գյումրի, որպեսզի տատիս հոգսերը թեթևացնեն, քրոջ եւ իրեն, բայց տատս չի թողել։ Ուզում եմ ասեմ, ինձ համար շատ մոտ էր եւ կարծիքս այն է, որ այնպիսի ֆիլմ ասացի, որ պետք է ամբողջ աշխարհին ցուցադրել եւ չեմ կասկածում, որ շատ մարդկանց կսթափեցնի։ Իսկ ես անձամբ ուղղակի ծնկի եմ իջնում այդ կանանց, այդ մեծատար, չգիտեմ, իմ մայրը այդպիսի քայլ կաներ, ինչպես այս կանայք են արել հայ մանուկների, հայ ժողովրդի նկատմամբ։ Ֆիլմը երկրորդ անգամ եմ դիտում, բայց կարծես ինձ համար առաջին անգամ էր, որովհետև սա այն ֆիլմն է, որ մի անգամ նայելով չես կարող բավարարվել։ Ես մտածում եմ, որ այս կանանց պետք է դասել մեր հերոսների շարքին, ինչպեսին Նժդեհն են, Անդրանիկը, Դրոն, որովհետև ես կարծում եմ, որ նրանք ոչ պակաս գործ են կատարել եւ ես ֆիլմը դիտելիս ինքս ինձ հարց էի տալիս, ես կանեմ, թե ոչ։ Եվ պատասխան չգտա, կանեի, թե ոչ։ Շատ լավ թիմային աշխատանք էր, ամեն ինչ շատ համահունչ էր, երաժշտությունը, հերոսները, չգիտեմ, ես վաղուց այսպիսի հաճույք չէի ստացել եւ վաղուց այսպիսի ֆիլմ չէի դիտել, նույնիսկ նայում էի կողքից նստածներին, բոլորը հուզված էին եւ սրբում էին իրենց աչքերի արցունքները։ Ես ուզում եմ շնորհավորեմ մեր ֆիլմի բոլոր մասնակիցներին, ովքեր ստեղծել են այս ֆիլմը։ Շատ հուզիչ էր ֆիլմի սցենարիստը արել է շատ մեծ աշխատանք ճաշակով, նրբին ձևով այդ բոլորը ներկայացնելու նրանց կյանքը, նրանց նվիրումի աստիճանը, որովհետև շատերը չէին դիմանում, այո միսիոներ էին, բայց դա անհնար էր, վեր էր ուժերից այդ ամենը տեսնել, անել, աշխատել, դիմանալ այդ ամենին եւ ինձ համար ցնցող էր, որ միսիոներներից մեկը Եփեն, որ կյանքի վերջին պահին, երբ ծերանոցում իր կյանքի մահկանացուն կնքեց, սկսեց խոսել մի լեզվով, որ ոչ ոքի հասկանալի չէր։ Այսինքն նա իրեն հայ էր զգում, նա սկսեց հայերեն խոսել։ Նախ եւ առաջ ֆիլմը շատ պրոֆեսիոնալ ձևի պատրաստված էր, ամեն բարի բուն իմաստով։ Ես ինքս աշխատում եմ ֆիլմերի մեջ մոտ 35 տարի, բայց այս հրաշալի պատրաստված ֆիլմը շատ լավ եւ պիտի ասեմ, որ շատ մարդիկ տեղեկություն չունեին այս իրողությունների մասին եւ ուրախ եմ, որ այս ֆիլմը պատրաստվել այդքանը միայն շատ ուրախ եմ եւ հաջողություն եմ ցանկանում եւ ուրախ կլինեմ, որ շատ տեղեր, հայաշատ տեղեր եւ ցուցադրվի եւ նաեւ ամերիկյան շրջանում լինեն այնպիսի մարդիկ, որ տեսնեն եւ հավատան Թուրքի արարքը եւ տեսնեն ինչ է կատարվել եւ իրենց աչքերը բացեն աշխարհի առջեւ եւ տեսնեն իրականությունը, ոչ թե ժխտեն ինչ որ տեղի է ունեցել։